Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի ընթացքում իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, ընդ որում բարձրաստիճան ներկայացուցիչներ, տագնապալից տոնայնությամբ հայտարարություններ են անում այն մասին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացնում օլիգարխներ, որոնք եկել են Ռուսաստանից, օլիգարխներ, որոնք հանցագործ են, հետապնդվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, Ռոբերտ Քոչարյանը եւ այլ քաղաքական ուժեր, Բարգավաճ Հայաստան կուսակցության Գագիկ Ծառուկյանը, որոնք քրեական հանցագործներ են, որոնք օլիգարխներ են, որոնք ընտրություններ են կեղծել եւ այլն, որոնք ցանկանում են Գյումրի 2 կազմակերպել եւ իրականացնել եւ իրենք ամեն ինչ անելու են, որ այդ քաղաքական ուժերը զրոձայն ստանան, ինչպես կասեր ձեր դասականը, իրոք, այդ նոր հիշեցիք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացնելու այդ ուժերը եւ հատկապես այդ ուժերը եւ դուք ամեն ինչ արել եք այդ ուժերի գոյությունն ու գործունեությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ապահովելու համար։ Մատ ինքներդ ձեզ հարց տվեք, Նիկոլ, ինքդ քեզ ու քո թիմակիցներիդ հետ միասին ինքներդ ձեզ հարց տվեք, վերջի 5 տարիների ընթացքում ինչ չեք արել քաղաքական դաշտը ապականելու, ամայացնելու, զրոյացնելու, փոշիացնելու համար, որ այս ձեր իսկ կողմից մատնանշված օլիգարխների, հանցագործների, Ռոբերտ Քոչարյանի ու մնացածների ֆոնին դուք հրեշտակ երևաք ու կրկին վերարտադրվեք։ Այս ամեն ինչի մեղավորությունը փնտրեք ձեզ ու ձեր շրջապատում։ 5 տարվա ընթացքում ամեն ինչ արեցիք քաղաքական դաշտը չկայացնելու համար, քաղաքական դաշտը չառողջացնելու համար։ Հիմա եկել ումից եք բողոքում, ինչից եք դժգոհում։ Դուք քանի տարի էր ձեզ պետք Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու համար, քանի տարի էր ձեզ պետք Հայաստանի Հանրապետությունում պատասխանատվության ինստիտուտը անշրջելի դարձնելու համար։ Հիմա ինչ եք անում։ Միայն ձեր շուրջը նայեք, թե ովքեր են հավակնում ձեզանից վերցնել իշխանությունը։ Միայն մարդիկ, որոնք փող ունեն, միայն մարդիկ, որոնք շատ փող ունեն, միայն մարդիկ, որ ավելի շատ փող ունեն։ Իսկ դրա ֆոնի վրա քաղաքական են բոլոր հնարավոր ու անհնար քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ունեն քիչ թե շատ անարատ, մաքուր, չափականված քաղաքական հետաքից, մնացել են Լուսանսկից դուրս։ Այս ամեն ինչի պատասխանատուն դուք եք ստեղծել այս քաղաքական միջավայրը, դուք եք ստեղծել այս քաղաքական մթնոլորտը, եւ դուք պետք է պատասխան տաք այս ամեն ինչի համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում մի անգամ պատասխանատվության ինստիտուտը գործի, չէր կարելի քաղաքական դաշտը ապականել, իսկ այսօր տագնապալից տոնայնությամբ խոսել, թե հասեք, փրկեք, օլիգարխները սպառնում են վերադառնալ իշխանության։